Գյուղատնտեսական կենտրոն հասարակական կազմակերպությունը Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վանաձորի համայնքապետարանի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում հիմնեց տեքստիլային թափոնների վերօգտագործման ու վերամշակման առաջին նորարար կենտրոնը։ Ծրագրի շրջանակներում երկու այլ կանաչ նորարար կենտրոններ են ստեղծվել նաև Գյումրու 11 և 15 հիմնական դպրոցներում։ Կենտրոնները ծառայելու են երիտասարդ սերնդին նոր գիտելիքներ տրամադրելու ու նրանց կապը բնության հետ ամրապնդելու համար, միևնույն ժամանակ նպաստելով թափոններին երկրորդ կյանք տալու գործընթացին։ Այսօր մեր դպրոցում մեծ տոն էր, մեծ տոնակատարություն էր։ Վանաձորի համայնքապետարանի ջանքերով և Եվրոպական միության հովանավորությամբ ունեցանք այս գեղեցիկ սենյակը։ Մենք կատարել ենք տեքստիլի վերամշակման դասասենյակի էկոխմբակի համար վերանորոգում, զինում սարքավորումներով և կահավորում ծրագրի շրջանակներում և լիահույս ենք, որ այս ծրագիրը և դասասենյակը կծառայեն իր նպատակին, որը մեկն է թողնել մեր հետագա սերունդներին մաքուր բնություն։ Քանի որ մենք արվեստի դպրոց ենք, մենք նախատեսում ենք, որ լինեն արվեստի գործեր, պայուսակների տեսքով, գաղափարները շատ են, մտքերը շատ են, հուսենք, որ մոտ կարճ ժամանակահատվածում, ինչ ներդրում եղել է, որ վստահել են մեր դպրոցին, մենք կարդարացնենք մեր աշխատանքով։